Բարև գարեջրի սիրահար։ Բարի գալուստ Երևանի գարեջուր փակ բաժնետիրական ընկերություն, որտեղ Երևանի սրտում կենթանանում է մեր սիրելի Կիլիկիա գարեջուրը։ Մենք այս փրփրացող ճանապարհորդության մեջ ենք արդեն շուրջ 70 տարի։ Մեր յուրաքանչյուր եփուկը մանրակրկիտ մշակվում է 35-ից 38 օրվա ընթացքում, իսկ դե մեր էլիտար գարեջրի համար մենք 90 օր ժամանակ ենք հատկացնում, որ նա հասնի կատարելության։ Հետաքրքիր է մեր գարեջրի ստեղծման գործընթացը։ Արի միասին անցնենք Կիլիկիա գարեջրի պատրաստման 5 փուլերով։ Փուլ առաջին՝ քաղցուի ստացում։ Մերածիկն իր օրը սկսում է մեղմ մերսումով, բաժանվելով իր ընկերոջ գարու թեփից։ Այդ զանգվածը խառնում ենք ջրի հետ և դրանից առաջանում է շաղախ։ Տաքացրեք դրանք և օսլան շաքարի կվերածվի ավելի արագ, քան դուք ասես գարեջուր։ Թեփը զտելով խառնուրդը եփում ենք գայլուկի հետ, բայց դրանք ցանկացած գայլուկ չեն, նրանք Գերմանիայի հատուկ տեսակներից են և ոչ միայն դառը զվարճություն են հաղորդում, այլև ծառայում են որպես բնական կոնսերվանտ։ Գայլուկով եռալուց հետո մենք ստանում ենք քաղցու։ Փուլ երկրորդ՝ գլխավոր խմորում։ Գարեջուր ստանալու իրական կախարդանքը սկսվում է, երբ խմորասնկերը միանում են խաղին։ Նրանք շատ են սիրում ուտել շաքարներ և արագ բազմանում են։ Ուտելով շաքարները նրանք արտազտում են սպիրտ և ածխաթթու գազ։ Խմորումից քաղցուն ծածկվում է փրփուրի շերտով։ 7-ից 10 օր հետո խմորասնկերը իրենց գործն արած են լինում և կուշտ-կուշտ նստում են խմորման պահամանի հատակին։ Այսպես մենք ստանում ենք երիտասարդ գարեջուր, որը հայտնի է որպես կանաչ գարեջուր։ Փուլ երրորդ՝ գարեջրի հասունացում։ Խմորասնկերի հետ խնջույքից հետո մեր երիտասարդ գարեջուրը խողովակներով ճանապարհվում է ուղիղ դեպի մեծ նկուղ, հանգստանալով հսկայական չժանգոտվող պողպատից տարաներում։ Այստեղ մեր կանաչ գարեջուրն անցնում է խմորման երկրորդ փուլը՝ 0-ից 2 աստիճան ջերմաստիճանի տակ։ Այս ընթացքում նա հասունանում և փրփրում է, 90 օր անց արթնանալով հարուստ բույրով և համով։ Փուլ չորրորդ՝ ֆիլտրացիա։ Յուրաքանչյուր գարեջրի երազանքն է փայլելը։ Այս փուլում գարեջուրն անցնում է հատուկ ֆիլտրացիոն շերտերի միջով, որի արդյունքում գարեջուրը ստանում է մեզ հայտնի Կիլիկիային բնորոշ փայլը և պարզությունը, ազատվելով մնացորդային խմորասնկերից, միկրոօրգանիզմներից, կախույտներից, կարճ ասած անպիտան բաներից։ Այնուհետև գալիս է գարեջրի քնի ժամը՝ 6-ից 8 ժամ մինչև շշալցումը։ Փուլ հինգերորդ՝ շշալցում։ Ահա և հասանք ամենագեղեցիկ փուլին, երբ այսքան ճանապարհ անցած գարեջուրը լցվում է շշերի մեջ։ Մենք ենթարկում ենք յուրաքանչյուր շիշը 40 րոպեանոց մանրակրկիտ մաքրման և ապահովում իդեալական մաքրություն։ Այնուհետև ճնշման տակ լցվում է ածխաթթու գազով հագեցած գարեջուրը։ Շշալցված գարեջրերը փաթեթավորվում են և պատրաստ են լինում հանձնման։ Քեզ մոտ հիմա հարց է առաջանում, իսկ որտեղ են մեր սիրած լցնովի գարեջրերը։ Մեր ռեստորանների և սրճարանների գործընկերների համար մենք հատկացրել ենք մի ամբողջ առանձին հատված, որտեղ գարեջուրը լցվում է տակառների մեջ լցնովի գարեջուր մատուցելու համար։ Այստեղ տակառները մաքրվում են ավտոմատացված համակարգով, ապա լցվում գարեջրով։ Տակառը արգելափակում է արևի լույսի և ավելորդ թթվածնի ներխուժումը, թարմ պահելով գարեջուրը։ Այսպիսով, հաջորդ անգամ, երբ կխմես Կիլիկիա, հիշիր, որ նրա ամեն կաթիլը երկար և հետաքրքիր ճանապարհորդություն է։ Երևանից մինչև աշխարհի տարբեր եզրեր մենք ավելին ենք, քան պարզապես գարեջրի ընկերություն։ Կիլիկիան ճանաչված և հռչակված անուն է թե հայկական սրտերում, թե համաշխարհային բեմում։ Կիլիկիա, երբ յուրաքանչյուր կաթիլի մեջ կա պատմություն։